Բարի լույս ժողովուրդ ջան, Պողոս Արաքյալը այսօրվա ընթերցումներից մեկի մեջ ասում է ժամանակն օգտագործեք, քանզի օրերը չար են, անմիտ մի եղեք, այլ լծվեք իմաստությամբ, որպեսզի իմանաք ինչն է Տիրոջ կամքը։ Ինչքան կարևոր պատկամ է իրականության մեջ, որովհետև մենք ժամանակ արդյոք ճիշտ ենք տնօրինում, թե ոչ։ Իհարկե սխալ ենք տնօրինում, որովհետև երբ նայում ենք օրվա վերջին, թե ինչպես անցկացրեցինք մեր օրը, հասկանում ենք, որ մեր ժամանակի զգալի մասը մենք կորցրել ենք։ Չենք հասցրել անել այն, ինչը մեզ օգտակար կլիներ, ինչը պիտանի կլիներ։ Եվ միաժամանակ նաև այդ ժամանակի մի զգալի մասը ծախսում ենք սոցցանցերի վրա, ավելորդ ինֆորմացիա ընթերցելով, լսելով, բամբասանքների հետևելով, մի խոսքով ժամանակը գնում է եւ մենք սխալ ենք օգտագործում։ Իսկ օրերը չար են, ինչպես կասեր Պողոս Արաքյալը։ Ինչ անել, սիրելիներ։ Հասկանալ Տիրոջ կամքը։ Տիրոջ կամքը հասկանալու համար պետք է իմաստություն։ Իմաստությունը Աստծուց է։ Այն անձը, ով Սուրբ Հոգով է լցված, նա է իմաստուն, աստվածային իմաստությամբ, լցված իմաստության մասին է խոսքը։ Հետևաբար այսօր մտածում եմ, որ մենք շատ քիչ ուշադրություն ենք դարձնում ըստ երևույթին Աստծո ներկայության վրա մեր կյանքի մեջ, իդեմս Սուրբ Հոգու։ Մենք քիչ ենք աղոթում Սուրբ Հոգուն, խնդրելով, որ իրապես մեր միտքը բացի, լուսավորի, մեզ իմաստություն տա եւ առաջնորդի։ Իսկ օրերը չար են։ Եթե օրերը չար են, հետեւաբար այդ չար օրերի վիճակը մեր վրա ազդելու է ուղղակիորեն։ Ուրեմն, սիրելիներս, այսօր առավոտվանից սկսած մենք ունենք ժամանակ կիրակի անցկացնելու։ Այդ կիրակին անցկացնելու համար բազմաթիվ եղանակներ կան։ Մեկը կմտածի, որ լավ է, ցրտերը սկսվել են, պետք է գնալ խաշ ուտելու, մյուսը կմտածի, որ այսօր լավ առիթներ կան, կարելի է գնալ ուտել խմելու, երրորդը կուզի պարգի եւ քնի, չորրորդը, բայց ամենալավ բանը, որ այսօր պետք է մտածել եւ անել, դա իհարկե Աստծո հետ անցկացնելն է, որովհետեւ կիրակին Տիրոջ օրն է։ Եվ այդ անցկացման վիճակի մեջ է, որ մենք լցնում ենք իմաստությամբ, որովհետեւ շփվում ենք Աստծո հետ։ Ուրեմն, սիրելիներս, մաղթում եմ ձեզ, որպեսզի այսօր լավ օր անցկացնեք Աստծո հետ։ Շփվեք Տիրոջ հետ, խոսեք նրա հետ։ Թող Սուրբ Հոգին բացի ձեր միտքը իմաստություն տա, որպեսզի այս չար օրերի մեջ կարողանաք իսկապես բարին կործել եւ բարով առաջնորդվել։ Բարի լույս ձեզ, Աստված օրհնի բոլորիդ։